Հոկտեմբերի 31-ին եգիպտական Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ռուսական ինքնաթիռի աղետից հետո զբոսաշրջային շատ գործակալություններ խուսափում են Եգիպտոսի ուղղությամբ փաթեթների վաճառքից։ Էլընդայ-Տուրը դրանցից մեկն է։ Գործակալության տնօրեն Աննա Հարությունյանի խոսքով իրենք չեն պատրաստվում Եգիպտոսի ուղղությամբ ամանորյա տուրեր վաճառել, քանի որ իր խոսքով մարդկային կյանքը բիզնեսից կարևոր է, բայց եւ խոստովանում է, որ գործակալությունները կորուստներ են ունենալու։ Բոլորի մոտ շատ լուրջ խնդիր է հիմա, վերադարձներ կան, մարդիկ չեն ուզում գնալ, անգամ կան մարդիկ, ովքեր նախընտրում են անգամ 100% իրենց վճարած գումարը կորցնել, բայց չգնալ։ Սարսափելի վիճակ է, որովհետև հիմնական բոլորի ուղղությունը հենց եղել է Եգիպտոս, քանի որ այս տարի մնացած տարիների հետ համեմատած շատերը վերցրեցին եւ չարտեր դրեցին, այսինքն կային որոշ ընկերություններ, նոր ընկերություններ, որոնք եւս դրեցին այդ ուղղությունը եւ այսինքն քանակը շատ էր, մրցակցությունը մեծ էր, գները բավականին մյուս տարիների համեմատ այսպես վերև ներքև գներ կային, այսինքն իհարկե մեծ ձեռնտու էր վաճառք տալ Եգիպտոս։ Բայց դրա հետ մեկտեղ այս ամենը, այս խառովիճակը հիմա շատերի մոտ է լուրջ խնդիր առաջացել, հատկապես նրանց, ովքեր հենց հիմնական ուղղությունը Եգիպտոս էին վերցրել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը վերջին դեպքերի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ չի շտապում։ Նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Civilnet-ի հետ զրույցում ասաց, որ ուժի մեջ է դեռ ամռանը արված հայտարարությունը Եգիպտոսում գտնվող եւ իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում։ Այդ դրությամբ մեր նախկին հայտարարությունն է մնում ուժի մեջ։ Դες մենք տեղյակ ենք մյուս պետությունները ինչ են արել, հետևում ենք, մենք էլ ենք քննարկումների մեջ, բայց այս պահի դրությամբ դեռ գործում է նախորդը։ Թե այս հայտարարությունն ինչ կապ ունի ավիաանվտանգության հետ, արտգործնախարարությունը չի հստակեցնում։ Իսկ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասում է, թե արտգործնախարարության եւ մասնավոր զբոսաշրջային գործակալությունների հետ քննարկումների մեջ են։ Որոշան դեռևս չկա, դա մեր կողմից չպետք է լինի միայն այդ որոշումը, սա քննարկվում է դեռևս նաև մասնավորի հետ։ Սա ավելի շատ անվտանգության, արտաքին քաղաքականության հարց է եւ քննարկի, եթե կլինի վերջնական որոշում, բնականաբար բոլորը տեղյակ կլինեն։ Տուրիստական գործակալություններն ու դեպի Եգիպտոս փաթեթների գնորդները սպասում են Հայաստանի իշխանությունների որոշմանը։ Էկոնոմիկայի նախարարությունից դժվարանում են հայտնել, թե վերջնական որոշումը երբ կկայացվի։